Նիկ Մաջուլի հեղինակած Just Keep Buying գրքի ամփոփում։ Հեղինակի սիրելի մեջբերումը։ Հարստություն կուտակելու համար նշանակություն չունի, թե երբ եք գնել բաժնետոմսերը։ Կարևորն այն է, որ գնել եք եւ շարունակել եք գնել։ Կապ չունի շուկան բերել քեր ապրում թե անկում։ Միակ բանը, որն էական էր, շարունակական գնելն էր։ Todd Rosner The End of Average գրքում նկարագրում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամենամեծ ձախողումներից մեկը։ 1950-ականներին նրանք չափագրեցին ավելի քան 4000 օդաչուների մոտ 140 տարբեր չափսեր, որպեսզի նախագծեն իդեալական օդաչուի խցիկը։ Հիմնվելով ստացված միջին թվերի վրա, նրանք ստեղծեցին մի խցիկ, որը ոչ մի օդաչուի համար պիտանի չէր։ Պարզվեց, որ բառացիորեն ոչ մի օդաչու չէր համապատասխանում այդ բոլոր միջին չափանիշներին միաժամանակ։ Այդ օրը նրանք հասկացան. միջին մարդ գոյություն չունի, ինչպես որ գոյություն չունի միջին ֆինանսական խորհուրդ։ Բոլորս տարբեր ենք, եւ ֆինանսական խորհուրդները պետք է լինեն անհատական։ Գրքի 3 հիմնական դասերը։ Խնայեք այնքան, որքան կարող եք եւ երբ կարող եք։ Մի կարճեք խնայելու սահմանված հաստատուն տոկոսի չափից։ Ավելի շատ վաստակեք։ Խնայելու լավագույն միջոցը եկամուտը մեծացնելն է, այլ ոչ թե ծախսերը կրճատելը մինչև հուսահատության աստիճան։ Գտեք առաջնահերթությունները։ Փողի հետ կապված իրական հարցն այն է, թե ինչն է մեզ համար կարևոր կյանքում։ Դաս 1. Հրաժարվեք խնայողության ֆիքսված տոկոսից։ Բնության մեջ կա մի ձկնատեսակ Dolly Varden Trout անունով, որը զարմացնում էր կենսաբաններին։ Չնայած նրանք տարվա մեջ միայն կարճ ժամանակ ունեին առած սնունդ, նրանք կարողանում էին ողջ մնալ ամբողջ տարի։ Ինչպես? Գիտնականները պարզեցին, որ այս ձկները փոքրացնում կամ մեծացնում են իրենց մարսողական օրգանները, կախված սննդի առկայությունից։ Դասը սա է. խնայեք այնքան, որքան կարող եք եւ երբ կարող եք։ Պարզապես հետևել եկամտի 10% միշտ խնայելու կանոնին անիմաստ է։ Եթե եկամուտը հազիվ է հերիքում վարձին ու սննդին, այդ 10% ձեզ չի փրկի։ Իսկ հարուստների եկամուտը նույնպես կարող է տատանվել։ Փոխանակ ստրեսի մեջ ընկնելու ֆիքսված թվի համար եղեք ճոկուն։ Երբ լավ եք վաստակում, ավելի շատ խնայեք։ Երբ դժվար ժամանակներ են, նորմալ է ավելի շատ ծախսել ձեր եւ ձեր ընտանիքի վրա։ Դաս 2. Ավելացրեք եկամուտը, ոչ թե միայն կրճատեք ծախսերը։ Շատ ներդրողներ սխալվում են չափից շատ ժամանակ վատնելով իրենց ունեցած գումարը կառավարելու կամ շուկայի լուրերին հետևելու վրա։ Բայց իրականում, եթե այդ նույն ժամանակը ներդնեիք ձեր աշխատանքի մեջ, գուցե կրկնապատկեիք ձեր եկամուտը։ Խնայողությունների ամենամեծ գործիքը շատ վաստակելն է, ոչ թե քիչ ծախսելը։ Եթե վաստակում եք $3000 եւ ծախսում 2000, ապա նույնիսկ ծախսերը կիսով չափ կրճատելու դեպքում ձեր խնայողությունը շատ չի աճի։ Բայց եթե սովորեք վաստակել $10,000, ձեր խնայողությունները կքառապատկվեն, առանց ձեր կյանքի որակը զոհաբերելու։ Մի կրճատեք ծախսերը այնքան, որ դառնաք դժբախտ։ Դաս 3. Որոշեք ձեր առաջնահերթությունները։ Մենք հաճախ ստրես ենք ապրում, որովհետև ֆինանսական խորհուրդները մեզ ստիպում են մեղավոր զգալ գումար ծախսելու համար։ Բայց եթե խնայելու ստրեսն ավելի մեծ է, քան դրա օգուտը, ապա դա իմաստ չունի։ Իրական մարտահրավերը ոչ թե ինչքան խնայելն է, այլ հասկանալը, թե ինչն է ձեզ համար իրականում կարևոր։ Եթե ինչ-որ ծախս, օրինակ ամենօրյա սուրճը, ազդում է ձեր երջանկության վրա, ապա մի զրկեք ձեզ դրանից։ Վստահեք ձեզ, արեք ձեր առավելագույնը, իսկ մնացած դեպքերում պարզապես շարունակեք ներդնել։